Սիրելի հայրենակիցներ, իմացեք, որ ձեր հետաքրքրությունը մեր համար առաջնային է։ Մեր ընդհանուր հետաքրքրությունը մեր երկրի Եթե Բարգավաճ Հայաստան կուսակցության ձայների վերջնահաշվարկն արդյունք չտա, հանդես կգանք հայտարարությամբ, ասել է Ուժեղ Հայաստան դաշինքի քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։ Նա հիշեցրել է, որ այժմ ձայների վերահաշվարկ է արվում, որի արդյունքում պարզ կդառնա՝ Բարգավաճ Հայաստանը մտնում է ազգային ժողով, թե ոչ, եւ պարզ կլինի նաեւ ազգային ժողովը կունենա արդյոք գործիքակազմ դեմ կանգնելու կարևոր նախագծերին, թե ոչ։ Իշխանության փոփոխության համար երկու տարբերակ կա։ Մեկը ընտրությունն է, մեկը փողոցային պայքարը։ Փողոցային սահմանադրական ճանապարհով պայքարը։ Փողոցային պայքարի արդյունքում պետք է ազգային ժողովի падգամավորների մեծամասնությունը քվեարկի փոփոխության օգտին։ Այդտեղ մի հարց է։ Այսօր պատմականորեն ընդամենը 8 падգամավոր քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից, եթե փոխի իր դիրքորոշումը, Փաշինյանը կորցնում է աթոռը։ Իհարկե, ընտրություններից հետո դա բարդ է, բայց Հայաստանի 5 տարվա ընթացքում մենք մեծ հնարավորություն կարող ենք տեսնել այդտեղ։ Հայաստան դաշինքը պատրաստվում է դիմել սահմանադրական դատարան, վիճարկելու ազգային ժողովի ընտրությունների արդյունքները։ Այս մասին հայտարարել է իշխան Սաղաթելյանը հրավիրված արտահերթ մամուլի ասուլիսում։ Նրա խոսքով մանդատներ վերցնելու հարցով որոշումը պետք է լինի ընդդիմության միասնական դիրքորոշումը եւ կկայացվի մի շարք հարցերի պատասխաններ ստանալուց հետո։ Սաղաթելյանը նշել է, որ իրենց որոշումը բխելու է պայքարի շարունակության շահերից, իսկ որպես հնարավոր խախտման օրինակ ներկայացրել է 27/26 ընտրատեղամասը, որտեղ ըստ նրա Հայաստան Դաշինքը ստացել է 112 ձայն, մինչդեռ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներում նշված է 8 ձայն։ Կենտրոնական ընտրական հանձնաժողով վերահաշվարկի 555 դիմում է ստացվել, հայտնել են հանձնաժողովից։ Դիմել են Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, Միասնության թևերը եւ Հայաստան Դաշինքը։ Ընտրական օրենսգրքի կարգավորումների համաձայն վերահաշվարկի դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետը լրացել է հունիսի 9-ին ժամը 11-ին։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաջողության հասնելու առթիվ։ Նա նշել է, որ ԱՄՆ-ն կանգնած է վարչապետի եւ Հայաստանի կողքին խաղաղության հետապնդման գործում։ Հանձնառու ենք առաջ մղել պատմական Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի նպատակները, ներառյալ թրիփի իրականացումը։ Անհամբեր սպասում ենք համատեղ աշխատանքին Հարավային Կովկասում եւ դրանից այն կողմ՝ խաղաղություն, կայունություն եւ բարգավաճում ապահովելու համար, սոցցանցի իր էջում գրել է Ռուբիոն։ Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Քրիստինա Քվինը Լոս Անջելես Թայմսում հոդված է հրապարակել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության կարգավորման գործընթացի մասին։ Քվինը նշել է, որ երկրների միջև վերջնական խաղաղության հաստատման համար ոչ միայն որևէ փաստաթղթի ստորագրում է անհրաժեշտ, այլ առաջին հերթին Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակում։ Քվինի խոսքով սա առաջին հումանիտար քայլը կլինի ապացուցելու, որ երկրներն իսկապես պատրաստ են գնալ խաղաղության։ Նա նաեւ նշել է, որ տարածաշրջանում առկա խնդիրներն էլ պետք է լուծվեն միայն գործնական քայլերով։ Наряду с глобальными изменениями и общими негативными Եվրամիության, ԱՄՆ-ի եւ Թուրքիայի ազդեցության աճը Կովկասյան տարածաշրջանի երկրների վրա կուժեղացնի լարվածությունը, հայտարարել է ՀԱՊ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը։ Ըստ նրա, Կովկասյան տարածաշրջանում կոնֆլիկտային ներուժի մակարդակը նախկինի պես բարձր է մնում։ Կազմակերպության պատասխանատվության գոտում գոյություն ունեցողներից բացի հայտ են գալիս նոր մարտահրավերներ եւ սպառնալիքներ, նշել է նա։ Սեմերիկովի խոսքով հատկապես լարված իրավիճակ է ստեղծվել ՀԱՊԿ-ի արևմտյան սահմանների մոտ։ Հիմնական սպառնալիքը գալիս է այսպես կոչված քաղաքակիրթ Եվրոպայի երկրներից, որոնք ընկել են ռևանշիստական ռազմատենչ կատաղության մեջ։ Ռազմական ծախսերի աճի կայուն միտում կա, ասել է նա։ ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնը հայտնել է, որ Հայաստանը, Ադրբեջանը եւ Թուրքմենստանը կարող են բախվել միգրացիոն ճգնաժամի Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի պատճառով։ Կառույցի ղեկավար Եվգենի Սիսոևը հայտարարել է, որ դրա համար նախաձեռններ արդեն ստեղծվում են։ Խոսքը էներգակիրների եւ հանքային պարտանյութերի համաշխարհային մատակարարումների արգելափակման, քրիտիկական ենթակառուցվածքների օբյեկտներին հարվածների եւ այլ վտանգների մասին է։ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան խիստ քննադատել է Ուկրաինային ու նրա արևմտյան հովանավորներին ՄԱԿ-ից պահանջելով դատապարտել Սանրոբելսկում եւ Յանակիևոյում խաղաղ բնակիչների դեմ Կիևի հանցագործությունները։ Նա մերժել է Վլադիմիր Զելենսկիի Վլադիմիր Պուտինին ուղղված բաց դամակը, այն անվանելով քարոզչական եւ մեգաֆոնային դիվանագիտություն։ Նեբենզյան արևմուտքին մեղադրել է կրկնակի ստանդարտների համար, հիշատակելով Ռումինիայի ՄԱՏՍ-ի միջադեպը եւ պնդել, որ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը
2022-ի ապրիլին անձամբ հետապարել Ստամբուլի խաղաղության համաձայնագրերի ստորագրումը։ Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Արչի Յանգը հակադարձել է ողջունելով Զելենսկիի խաղաղության կոչը եւ Պուտինին հորդորելով ներգրավել բանակցություններում։ Նա հերքել է, որ Լոնդոնը բանակցությունները խոչընդոտում է, շեշտելով, որ Ուկրաինան ինքնիշխան երկիր է եւ որոշումներն ինքնուրույն է կայացնում։ Ի պատասխան Ռուսաստանի ներկայացուցչի տեղակալը Լոնդոնին մեղադրել է պատասխանատվությունից խուսափելու համար, մեջբերելով ասացվածքն այն մասին, որ հարևանների կռվի հետևում միշտ անգլիացի է կանգնած։ Իրանն անօդաչու թռչող սարքերով նոր հարվածներ է հասցրել Իրաքյան Քրդստանում գտնվող ամերիկյան բազաներին։ Գիշերը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, թե իրենք դադարեցնում են ռազմական գործողություններն Իրանի դեմ, բայց իրենց իրավունք են վերապահում պատասխանել Թեհրանի ցանկացած հետագա հարձակման։ Իսկ Լիբանանը շարունակում է մնալ իսրայելական հրետանու հիմնական թիրախ։ Իրանը հակամարտությունը վերսկսել է Իսրայելին սաստելու նպատակով, ստիպելու դադարեցնել Լիբանանի դեմ ռազմական գործողությունները։ Մինչ օրս հակամարտող կողմերի միջև բանակցություններն արդյունք չեն տալիս հենց այս կետի պատճառով։ Իրանը պահանջում է համաձայնագրում ներառել նաև Լիբանանի դեմ հարձակումները դադարեցնելու մասին կետ, իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որքան էլ իր լուման ունի այս եփման գործընթացում հայտարարել է, մեջբերում. Ես BBC-ին զգուշացրել եմ, որ նա կարող է մենակ մնալ Իրանի դեմ։ We have ongoing negotiations in Իսրայելը եւ Իրանը առնվազն մեկ շաբաթ փոխադարձ հարվածներ չեն հասցնի, խոստացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Մենք շատ լավ զրույց ենք ունեցել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ, նրա վրա հարձակվել են, նա պատասխան հարված է հասցրել։ Չեմ կարող մեղադրել նրան դրա համար, բայց հիմա այս ամենը դադարեցվել է։ Այնպես որ հանգիստ եղեք, նրանք մեկ շաբաթ իրար հանգիստ կթողնեն, ասել է Թրամփը լրագրողներին։ Well, look, I think obviously the Israelis and I Միացյալ Նահանգները շարունակելու է ձգտել Իրանի հետ գործարքի գնալ, այդ թվում նաև միջուկային ծրագրի հարցով, անկախ այն բանից, թե ինչ դիրքորոշում ունի Իսրայելը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Մենք կարող ենք հասնել Իրանի միջուկային ծրագրի շուրջ երկարաժամկետ կարգավորման։ Իսրայելին դա կարող է դուր գալ կամ ոչ, սակայն սկզբունքորեն մենք կարծում ենք, որ դա բխում է ԱՄՆ-ի շահերից, այնպես որ շարունակելու ենք ձգտել դրան, ասել է Վենսը Fox News հեռուստաալիքի եթերում։ Չինաստանի եւ Հյուսիսային Կորեայի ղեկավարների հանդիպման ժամանակ Սի Ցզինփինը հույս է հայտնել նոր դարաշրջանում ընդլայնել կապերը Փենյանի հետ՝ ի բարօրություն երկու երկրների ժողովուրդների եւ ի նպաստ համաշխարհային զարգացման ու բարգավաճման։ Քիմ Չեն Ընը շեշտել է, որ անկախ միջազգային իրավիճակի զարգացումներից Չինաստանի եւ իր երկրի հարաբերությունները անսասան են եւ երկու պետությունները միշտ կանգնած են եղել պատմության ճիշտ, ինքնուրույնության ու արդարության կողմում։ Սա Չինաստանի ղեկավարի առաջին այցն է եղել Հյուսիսային Կորեա վերջին 7 տարվա ընթացքում։